Ուրեմն ինչ ենք տեսնում, որ եղբայրն ասեց, դե մենք տես նորություններից բանի չենք խոսում, ասենք տես բնավորություն չունենք այստեղ նորություններն ասենք, բայց ամեն բան արագ փոխվում է։ Եվ Ամերիկային զորով քաշեցին պատերազմի մեջ։ Ես չեմ ուզում մեզի վախցնեմ, բայց հիշում եք Մաթեոս Ավետարանից որ խոսում էի, ասեցի որ ավելի վատ բաներ է սպասում, ավելի վատ։ Մի հատ քարոզիչ կար Չարլզ Սվինդոլ, ասեց ոչ մի նեղություն բան չի տեսնել, եկեղեցին պետք է գնա, այդպես չի, այդպես բան չկա, եւ կյանքն ու այսօր փաստերը ցույց են տալի, որ այդ տեսակ գաղափարները սխալ են։ Պիտի անցնի եկեղեցին, բայց բուն նեղությունը որ պետք է գա, եկեղեցին պետք է առնվի, պետք է գնա։ Որտեղ բուն նեղությունը Իսրայելի համար է։ Եվ սա ցավերի սկիզբն է, Թել Ավիվի 40%-ը չկա, Հայֆեի 40-35%-ը չկա, հողին են հավասարացրել եւ ավելի պարսիկներին ուզում են ծունկի բերեն, բայց այնքան տուպո են, որ չեն հասկանում, որ պարսիկը ծունկի չի գա։ Դա միակ ազգն է, որ կմեռնի, բայց ծունկի չի գա։ Իր իրանց կրոնական գաղափարներով։ Եվ այսօր հազարավոր քրիստոնյաներ են մեռնում, եկեղեցիներ են քանդվում Երուսաղեմում, քրիստոնյաներ փախնում են, դուրս են գալիս, տեղ չունեն գնալու։ Պարսկաստանում քրիստոնյաներ կան, հայկական ռադիոկայանին են խփել, Պարսկաստանի ռադիոկայանն է քանդվել, հայերն են փախնում են տեղից։ Շատ վատ բան է, պատկերացնում ես տուն, տեղ, բիզնես, խանութ, ընտանիք կյանք, թողնես երկու չամադան շոր վերցնես ու գաս մի երկիր, որտեղ որ ոչ մի բան չունես։ Արդեն Մեղրիից Երևան մարդը $100 են տամ տաքսին, 4 հոգով $400, սահմանոթի տոմսից թանկ է։ Այս հայերն էլ գիտեք ինչ ախմախ հետամնաց ազգ ենք ու տենց ախմախ էլ կմնանք, փոխանակ մարդկանց օգնեն, առիթից օգտվում են թալանեն, արդեն իրանք կողոպտված են, ձեր խիղճը կտրվի։ Բայց Մեղրիում քշող վարորդները 60,000-ով տանում են, բայց Երևանից գալիս են ու տանում են եւ ինչ եղել հյուրանոցի մի սենյակը 100 դարել է 500, ռեստորանում մի հոգին 2 հոգով 60-ում $300 հաշիվ են փակում, ասես կողոպտում են պարսիկներին, չայնիզներ կան այնտեղ, կորեացիներ կան, գիտնականներ, որոնք աշխատել սրանք էլ են եկել Հայաստան, ուզում են դուրս գան, որ Հայաստանից թռնեն եւ այդ առիթը չեն օթանավի տոմերը 5 անգամ թանկացրել են։ Ինչ եմ ուզում ասեմ, այս ինչ որ կատարվում է, Աստված գիտի, տեղյակ է, եւ այս բաները պետք է լինի եւ Նաթանայոն միած սատանա է, որին օգտագործում է սատանան եւ Աստված թույլ է տալի, բայց Իսրայելի մեջ լիքը եղբայր քույրեր ունենք։ Լիքը լեցուն մարդիկ կան, որոնք Քրիստոսին են պատկանում եւ Աստված տեղյակ է եւ մենք եկել ենք այն պահին, որ պատերազմ է գնում։ Հիմա ամենակարևոր բանը Չինաստանին են ուզում քաշեն պատերազմի մեջ, որպեսզի Չինաստանի էկոնոմիկան կոտրեն, որտեղ Ռուսաստանը եւ Ամերիկան ուզում են Չինաստանի բերեն պատերազմի մեջ, որպեսզի Չինաստանի խեղճացնեն։ Չինաստանի 45%-ը նավթամթերքը եւ այլը Պարսկաստանից է գալիս, փակվել է, այնտեղ է գործարաններ փակվում, մի խոսքով աշխարհը արհեստական մտցնում են բանի մեջ, որ ամեն ինչը դժվարությունով լինի։ Եվ այստեղ էլ խոսում եմ, որ մինչև $8-10 գալոնը բենզինի պետք է բարձրանա, եթե բարձրացավ մթերքն է բարձրանալու, վարձերն է բարձրանալու, ամեն բան թանկանալու եւ կյանքը սկսելու է դժվարանալ։ Մինչև որ ները պետք է գա, որպեսզի խաղաղություն բերի կեղծ, բայց գիտենք, որ մինչև նրա հայտնվելը եկեղեցին պետք է գնա։ Ուրեմն մենք այս բաները շատ ենք լսել։ Այս տարիներ լսում ենք մենք, քարոզում է մեզի, լսում ենք մենք եւ մեզ համար սա խորտ պետք է չլինի եւ մենք էլ Հիսուսել ասեց այն որ մինչեւ վերջ գամփերի հավատքով գամփերի նա պետք է ապրի։ Այն որ մինչեւ վերջ գամփերի ինչ փորձություն էլ ուզում է գա, նեղություն էլ ուզում է գա, մինչեւ վերջ պետք է համբերենք, որպեսզի ապրենք։ Պետք է ապրենք։ Եվ առաքյալ ինչպես ասում, մենք Քրիստոսից հետ դարձողը չենք, մենք հետ դառնալու ճամփա չունենք։ Մենք ընդունել ենք Քրիստոսը, հավատացել ենք Քրիստոսին, վերջացավ։ Մինչև վերջ պետք է գնանք եւ մենք էլ այն սերունդն ենք, որ այս բաներին ականատես ենք լինում։ Այս բաների մեջով մենք անցնում ենք, մենք ինքներս մասնակից ենք այս բաներին։ Տեսնում ենք եւ հիմա ամենալավ ժամանակն է
հունց կանելու ժողովրդին, անավատներին, մանավանդ որ խոսացել ենք, շատ անգամ ասել ենք, իրանց համար հեքիաթա թված է։ Հիմա պարզ տեսնում են, թե ինչա կատարվում, որտեղ ինձ երբեմն հարցնում են, այս ինչա լինում, ասում ենք, չէ ինչա լինելու։ Հələ շատ բան է լինելու, Եվ առավոտ այսօր լսեցին նորություններ, որ եկեղեցիները, սինագոգները, բաները շատ զգուշ մնան, կարող է տերոր լինի։ Եվ հրեաներին ասված է, որ դպրոց չգնան, սինագոգ չգնան, երեխաներին չտանեն, որտեղ լեցուն պարսիկներ կան այստեղ, եւ Պարսկաստան ասել է, ես քեզ ներսից էլ կհարվածեմ, ոչ միայն դրսից, ներսից էլ վախենում են եւ այսօր ասեց շատ ավելի սահմանները, օդանավականները զգուշություն զինվոր բան են մտցնելու, որպեսզի կարողանան հսկեն Ամերիկան հանկարծ խնդիրներ չունենա, Ինչ վրա շատ չեմ ուզում սրա մասին խոսամ, ուզում եմ կարդամ ձեզ Օվսիայի մարգարեության 6-րդ գլուխը 1-ից մինչև 3 համարը։ Եկեք Տերոջը դառնանք, քանզի անիկա զարկավ ու անիկա մեզի պիտի բժշկե։ Անիկա վիրավորեց ու անիկա մեզի պիտի կապե։ Երկու օրեն մեզ պիտի կենդանացնե, երրորդ օրը մեզ պիտի կանգնեցնե։ Ու անոր առջև պիտի ապրենք։ Տերը պիտի ճանչնանք ու զանիկա ճանչնալու յետևի պիտի լանք։ Անոր երկը արշալույսի պես պատրաստված է ու անիկա մեզ պիտի գա անձրևի պես, երկիրը որոքող վերջին անձրևի պես։ Եվ ուզում եմ կարդամ Հովանո ավետարան 19-րդ գլուխը, մի հատ համար եմ ուզում կարդամ ձեզ, որտեղ որ Տեր Հիսուս խաչի վրա է ասել այս խոսքերը, եւ այսպես է ասել Տեր Հիսուս 19-րդ գլուխն է եւ 30 համարն է 28 անկե յետքը Հիսուս գիտնալով թե արդեն ամեն բան լմնցած է որպեսզի գրվածը կատարվի սավ ծարավեմ եւ ոն քացախով լեցուն աման մկար անոնք քացախով սպունը լեսնելով զոպայի մշտիկի վրա թաթխված անոր բերնին մոտեցրեցին ուստի Հիսուս երբ քացախը առավ ըսավ ամեն բան կատարվեցավ ու գլուխը ծռելով հոգին ավանդեց Ամեն բան կատարվեցավ եւ Տերը իր գլուխը դնելով մահացավ մեռավ։ Ուրեմն եկեք ասում է Տերոջը դառնանք, սա այս խոսքը վերաբերում է Իսրայել ազգին։ Հրեաներին է վերաբերվում եւ սա ազգային, ոչ թե անատական կանչ է, ազգային, որտեղ իրենք ազգովի մերժեցին Տեր Հիսուսին եւ ազգային կոչ է, ազգային կանչ է Իսրայելին։ Եկեք Տերոջը դառնանք, դառնալ բառը եբրայերենով գրած է շով։ Շով նշանակում է եկեք դառնանք այնտեղ, որտեղից որ կտրվել ենք։ Դա է նշանակում։ Ետ դառնալ։ Եվ սա իր հոգևոր իմաստով Աստծու դառնանք։ Ինչ որ միտեղից մենք կտրվել ենք, եկեք Տերոջը դառնանք եւ ազգային սա կանչ է ամբողջ ազգին է կանչում մարգարեն այդպես է ասում եւ հետաքրքիր այն է որ քանիկա զարկավ ու անիկա մեզի պիտի բժշկե անիկա վիրավորեց ու անիկա պիտի կապե երկու օր մեզի պիտի կենդանացնե երկու օրեն ուրեմն գիտեք Պետրոս Արաքյալներ ա գրում Աստծո մոտ 1000 տարի մեկ օրվա պես է։ Ուրեմն Քրիստոսի խաչելությունից մինչև հիմա 2000 տարի ավել է, երրորդ հազարամյակն է, ուրեմն 2 օրից 2000 տարի է, 2 օրից մեզ պիտի կենդանացնե, 2 օրից, երրորդ օրը մեզի ասма պիտի կանգնեցնի։ Եվ Տերը պիտի ճանաչենք, ինչ հետաքրքիր է։ Ու զանիկա ճանաչելու հետևից պիտի լինենք, այն Իսրայելը, որ Տերը պիտի շատ վաղուց ճանաչած լիներ, եւ նրա հետևից լիներ, եւ նրա միջոցով էլ Աստված հեթանոց աշխարհին ի հայտ գար, Տերը չճանաչեց, չիմացավ, բայց հեթանոց աշխարհը լույս գտավ, նրանք որ հերրու էին, նրանք որ մոտ էին, մերժեցին հերրու Եհովները փրկություն ստացան եւ Մարգարեն ասում է Տերը պիտի ճանաչենք, ուրեմն չեն ճանաչում, չճանաչեցին Հիսուսին, մերժեցին Հիսուսին ազգովի մանավանդ այն ժամանակվա հոգևոր խավը չուզեց իր տեղը
զիջել տեղը զիջել, չուզեցին Հիսուսին ընդունել եւ երեք մի հատ ռաբայի է լսում, որն ասում էր, որ չի կարող Աստված մարդ դառնալ։ Դա անհնարին բան է։ Հիսուսը մարդ էր եւ դրա մարդ լինելու ապացույցը, որ նրա կողքից արյուն թափեց։ Աստված արյուն չունի, Աստված մարդ չի, Աստված չի կարա մարդանա, Աստված չի կարա ինքը իրենից բաժանվի, երկու Աստված չկա, հետո ինքը մարդ էր ասում է, չէ որ ասեց Աստված իմ, ինչու ինձ մենակ թողեցիր, այսինքն նոր կտակարաններ են ուսումնասիրել, որպեսզի մեզի բռնեն եւ ասում են քրիստոնեությունը մարդապաշտություն է։ Բայց հին ուխտի վրա ծածկոց կա։ Եվ հրյաները չեն հասկանա հին ուխտը, չեն կարող հասկանալ մարգարեությունները, չեն կարող հասկանալ Եսայի 53-ը, Եսայի 6-ը, Եսայի 9-ը, Եսայի 11-ը, չեն կարող հասկանալ։ Մովսեսի ասած խոսքն էլ չեն կարող հասկանալ, որ ձեր հայրերու Աստվածը ձեր երանիքի են երևելի մեկը պետք է հանի, նրան պետք է լսեք։ Այդ էլ չեն կարող հասկանալ, որովհետև իրան սրտի վրա ծածկոց կա։ Եվ այդ ծածկոցը Քրիստոսով կխափանվի, այսինքն Քրիստոս ընդունելուց հետո հոգի աչքը կլուսավորվի եւ կհասկանան, այս ինչ գեղեցիկ բան արի Աստված մարդու եւ իրենց փրկության համար։ Ինչ գեղեցիկ բան արի։ Բայց քանի որ իրենց խստությունով եւ անզեղ սրտով մերժում են Քրիստոսը, Աստծո մասին, երրորդության մասին գաղափար անգամ չունեն։ Ինչ վատ բանա չէ, Աստված այս ազգը ընտրելա, բերելա, պահելա, գուրգուրելա, հասցրելա մի վիճակի, որոնց պետք է փրկի, փրկիչն ուղարկելա, ազգովի մերժել են եւ Աստված իր երեսը դարձնում է սրանցից եւ գնում է հեթանոս աշխարհին իրեն ժողովուրդ հավաքելու։ Իրանք չհասկացան եկեղեցի խորհուրդը, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, չհասկացան, որ կատարյալ զոհ է պետք մարդու փրկության համար, այդ կենդանիները չեն կարող իրենց Աստծո առջև կայնեցնել նրանց այրունը, այո, դրանով իրենք արդարանում էին, արդարացնում էր, բայց իրենք չեն կարող կատարյալ Աստծո առջև կայնեցնել, կատարյալ մի զոհ էր պետք, անմեղադրելի զոհ էր պետք էր մեկը, որ Աստծո առջև ընդունելի լիներ, որի արյան միջոցով փրկություն պետք է գտներ մարդը, բայց մարդկության մեջ չկար այդ տեսակ մեկը, ուրեմն Աստված ինքը մարմնով հայտնվեց, որպեսզի այդ գործը մարդու համար անի եւ մարդ եւ Աստված կտրված կապը միաբանի եւ պետք էր վերջին Ադամը գար նոր սերունդ էր պետք, վերստին ծնունդ էր պետք, այս բոլոր վարդապետական ճշմարտությունները, այս խորհուրդները իրանցից հեռու էր, չէին կարողանում հասկանային։ Լսելով լսեցին, տեսնելով տեսան ու վրիպեցին։ Եվ կատարվեց Եսայի մարգարեության խոսքերը, թե լսելով պետք է լսեն, տեսնելով պետք է տեսնեն, ոչ հասկացան, ոչ իմացան, ոչ ճանաչեցին եւ Հիսուսին քննում էին, վարդապետ, եթե դու Աստծուց ես այս բանը, վարդապետ, եթե դու Աստծուց ես տուրք տանք, թե չտանք, ինչ անենք, ոնց անենք, այս կնոջը բռնենք, օրենք խախտել, հիմա դու ասավ, անդադ փորձում էին, նշան էին ուզում, բայց այդ նշանները տեսնելով մեկտեղ չկարողացան, Տեր Հիսուս 4 հատ մեռել է կենդանացրել։ Ինքը մեռել հարությունը առել։ Հիսուս հազարավոր բորոտների է բուժել, հիվանդների, դիվահարների է բուժել, այս բոլոր նշանները Հիսուս կանայի հարսանիքի մեծ հրաշք արեց։ Հիսուս շատ բաներ արել եւ Հովանու առաքյալ իր ավետարանի մեջ գրում է, եթե Հիսուսի արածները գրենք, աշխարհս էլ բավական չի որ գրենք։ Այնքան բան արեց, բայց բոլոր նշանները ում համար էր, հեթանոսների, թե իրենց համար էր, թե իրենց համար։ Փառք Աստծո, որ հայրից չեկավ Հիսուս։ Փառք Աստծո, որ մեզանից չեկե, որտեղ նույն բանը մենք ենք անելու։ Մենք ենք մերժելու եւ մենք ենք այդ լինելու այն ազգը, որ ասենք, նրա արյունը մեր եւ մեր սերունդների վրա թող լինի, այդ անեսքի տակ պետք է մտնեինք եւ աշխարհի մեջ ատելի պետք է լինեինք։ Շատ հետաքրքիր բան է։ Չինաստանում ապրող չինացին, որը Իսրայելի տեղը չգիտի, հրյա էլ չի տեսել, հետն էլ չի շփվել, ասում է այդ ազգը պետք է վերանա։
Շատ զարմանի է, սա այդ հոգին աշխարհի եւ Հիսուս ասեց ազգերի մեջ ատելի պիտի դառնաս։ Ատելի պիտի դառնաս եւ այդպես էլ կա եւ ատելի են, բայց ոչ մեզ համար, մենք չենք ատում, մենք իրավունք չունենք ընդհանրապես մեկին էլ ատելու, մենք գիտենք ով է նա, Աստված ինչ գործ ունի Իսրայելի հետ եւ իր գործն է անում Աստված։ Իր գործն է անում Աստված։ Այ ես ձեզ կարդամ Հռոմեացիս 11-րդ գլուխը, տեսեք ինչ հետաքրքիր է գրում Պողոս Առաքյալը, եւ այսպես է ասում Պողոս Առաքյալը. Բայց կսեմ ձեզի հեթանոսներուդ, որովհետև հեթանոսներու առաքյալ եմ, քանի որ հրյաները մերժեցին։ Իմ պաշտոնս կմեծարեմ, որպեսզի թերևս իմ մարմնես եղողներեն, այսինքն հրյաների, նախանձը շարժեմ ու անոնցմե մեկ քանիս ապրեսնեմ։ Վասնզի եթե անոնց մերժվելը աշխարհին հաշտություն է, ապա անոնց ընդունվելը ինչ պիտի լա։ Եթե ոչ, մեռելներեն կենթանանալ։ Եթե երեխային սուրբ է, նաև զանգված է, եթե արմատը սուրբ է, ուրեմն ճյուղերն էլ։ Եթե այն ճյուղերից մեկ քանիները կտրվեցան եւ դուն որ վայրենի ձիթենի էր, այսինքն հեթանոս աշխարհը, անոն վրա պատվաստվեցար ու ձիթենիեն արմատին եւ պարարտությանը հաղորդ եղար, ճյուղերի դեմ մի պարծենար, իսկ եթե պարծենաս, հիշի թե դուն արմատը վեր չես բռնել, հապա արմատը քեզի։ Եվ եկեղեցիներ կան կամ վարդապետներ կան, ասում են մենք ենք Իսրայելը, Աստված կտրել է Իսրայել, չկա այլևս, Իսրայելը վերջացած է, նոր Իսրայելը մենք ենք, բայց ավետարանի մեջ Աստծո տված խոստումը Աբրահամին չի փոխվել։ Աստված ուխտ արի, Աստված ուխտա դրուժ Աստված չի։ Մարդը կարող է ուխտ անի 1000 անգամ փոխվի։ Բայց Աստծո ուխտը հաստատա չի կարա փոխվի։ Ուրեմն մենք հասկանում ենք, որ այնինչ որ Աբրահամին ու Աբրահամի սերունդին խոստացվել է, պիտի կատարվի։ Այո, վրիպեցին իրանք կտրվեցին։ Բայց բնական ճյուղից են կտրվել։ Եթե մենք որ վայրենի ձիթենի էինք, եկանք ու բնական Քրիստոսի վրա պատվաստվեցինք եւ նրա պարարտությանը հաղորդ եղանք ու դարձանք բնական, որքան ավելի բնական ճյուղը կարող է հաղորդակցվել հենց իր բնական արմատին, ձիթենին։ Ուրեմն մենք պարծենալու բան չունենք, թե շատերը պարծենում են, ու ասում են մենք ենք նոր Իսրայել, առաքելական եկեղեցին է այդպես ընդունում, բայց այդ տեսակ մի բան չկա, եւ սա ցույց է տալիս, որ սխալվում են բոլոր նրանք, որ կարծում են, թե մենք ենք։ Ճյուղերի դեմ մի պարծենալ, իսկ եթե պարծենալ, հիշի թե դուն արմատը վեր չես բռնի, ապա արմատը քեզ։ Ուրեմն պիտի ասես, ճյուղերը կոտրեցան, որպեսզի ես պատվաստվեմ, այսինքն դրանք կորցվեցին։ Հիմա մենք ենք պատվաստվել, աղեք, անոնք անհավատությունով կոտրեցան եւ դուն հավատքով հաստատվեցար, մի հպարտան ապա վախեցիր։ Վասնզի եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց իր անհավատությանը համար, գուցե քեզ էլ չխնայի, որ վայրենի ես, բնական չես։ Ուստի տես Աստծո քաղցրությունը ու խստությունը, կորցվածների վրա խստությունը եւ քո վրա քաղցրությունը։ Եթե այն քաղցրության մեջ կենաս, ապա թե ոչ դու նա պետք է կորցվես։ Մենք ինչ ունենք, մի հատ հələ հիշենք, ինչ ունենք, ով ենք մենք։ Անայտ դիցուից, չգիտեմ, խաչիկ, վաչիկ, ստեղից ընդեղից բերած աստվածներ, գառնի տաճարի մեջ մարդ էին մորթում, զոհանում, իմացար, ով էր մեր Աստվածը, ով, որն էր մեր կենդանի Աստվածը, հռոմեացիները, հույները, որ մեկը, պարսիկները, որ մեկը, հեթանոս աշխարհը դևերի մեջ խարխափում էր եւ լույս ծագեց մեզի, Աստծո շնորհքն ու ողորմությանը եկավ կպավ մեզի, եկավ հասավ մեր երկիրը, եթե մենք հայերս քրիստոնյա չդառնայինք, այսօր մենք իսլամը ընդունել էինք արդեն, որտեղ մեր բոլոր արևանները իսլամ են։ Ուրեմն փառք Աստծո, որ մեր հայրերի աղոթքն ու ողորմությունը լսելով, նրանց հավատքը միջև մեզ ասա, պարծենալու բան չունենք մենք։ Պարծենալու բան չունենք։ Հոգևոր Իսրայելը պետք է ապրի, բայց մարմնավոր Իսրայելը
Պիտի կորցվի։ Հովել Մարգարեն է գրում, Մարգարություն Հովել, և երկրորդ գլուխ 12-14 համարն է։ Okay. Այսպես է գրված։ Սակայն հիմա Տերը այսպես կսե. ինձի դարձեք բոլոր սրտով, ծոմապահությամբ, լալով ու սգալով։ Ձեր սրտերը պատռեցեք եւ ոչ թե ձեր հանդերձները, ձեր Տեր Աստծուն դարձեք։ Ինչ արեցին, իրենց հանդերձներն էին պատռել եւ քահանան էլ Հիսուսը որ ասեց դու ես Աստծո որդին, ասեց հա հանդերձները պատրեց, ասեց հայոյություն արեց։ Մարգարեն ասում է ձեր հանդերձները, այդ մարգարեությունը տեղ կատարվեց։ Մի պատրեք, ապա ձեր սրտերը պատրեք։ Այսինքն սրտով ինձ դարձեք, սրտով ինձ դարձեք։ Ձեր Աստծու դարձեք, քանզի անիկա ողորմած ու գթած է, երկայնամույթ ու բազմավորում է ու չարիքի համար կզղճա, ով գիտե, թերևս անիկա դառնա ու զղճա ու իր ետևեն օրհնություն թողնի, որպեսզի կարող ըլնաք ձեր Տեր Աստծուն հացի ննցան ու ըմպերի նվերը մատուցանել։ Այսինքն ետ դարձեք, ուր եք գնում։ Հետ դարձեք։ Մենք ասում ենք, չէ, մենք ասում ենք մենք քրիստոնյա ժողովուրդ ենք այն ժամանակ, այսինքն չկա տես մի հայ, որ մկրտված էլ չլինի։ Երևի 99%-ն էլ ջրով մկրտվել է եկեղեցի, այսինքն այդ ավանդությունները պահել ենք, բայց սրտով պետք է դառնանք Աստծո։ Պետք է դառնանք Աստծո։ Մեր դժբախտությունների, մեր երկրի, մեր ազգի նաև դժբախտությունների մեծ մասը անհավատությունն է։ Անհավատ ենք դրա մանա սատանան մեզ կարողանում, երբ մենք խնդրել Աստծուն ու մեզ չի պաշտպանել։ Բայց մի պրոբլեմ էլ կա, քահանա եկեղեցի մեջ ասում է, Տեր Աստված, եթե դու կաս, պահի ժողովուրդն հայոց։ Իք չգիտիք Աստված կա թե չկա, այս է եղել մեր պրոբլեմը։ Եվ Աստված կա, եւ Աստված մեզ լսել է, մեր աղոթներ լսել է, այս փոքր ազգը քարտեզի վրա ժամերով մանգած չես գտնի, ինչի ապրում։ Այս հավատքի համար, որ Աստված մեզի ողորմացել է։ Մենք շնորհք ենք գտել Աստծո առաջ։ Մենք ժողովուրդ չէինք, ազգ չէինք, սիրելի չէինք, ընդունելի չէինք, բայց ողորմություն գտանք։ Եվ Աստված այս 2000 տարի մեզի ապրեցնում է։ Նայեք Իսրայելին ու նայեք մեզի ինչքան ողորմություն եղավ մեզի։ Եվ մեզ պետք է վերևից ցած նախագահից բռնած միջև կաթողիկոսը բոլորը հավատքի դառնան, որպեսզի բժշկություն գտնի այդ երկիրը, ժողովուրդը, ինչպես Աստված Իսրայելին է պատվիրում։ Պատվիրում է, որպեսզի ողորմություն, բժշկություն գտնես։ Եթե ոչ, քո ցավերիդ մեջ պիտի մեռնես։ Ողբ Երեմիայի մեջ է գրած 5-րդ գլուխն է, ողբ Երեմիա 19-22 համարն է, եւ այսպես է գրված. Դու նով Տեր հավիտյան կմնաս, քու աթոռը դարեդար պիտի տևե, ինչու համար հավիտյան մեզի կմոռնաս, ու երկար ժամանակ մեզի կթողուս, քանզի դարձուր մեզի, ով Տեր, ու դառնանք։ Մեր օրերը առաջվան պես նորոգի, առաջ ինչ օրեր ուներ Իսրայելը, պատերազմի մեջ հաղթող, իմացար, ինչ ուրախություն կար, թագավորություն ուներ, հաղթում էր, Տեր իրանց մեջ փառավորում էր, բայց ինչ եղավ, քանի որ Տիրոջից դարձան, Աստված թույլ տվեց ընկան իրենց թշնամիների ձեռքը։ Սակայն դու բոլորովին մեզի մերժեցիր, մեր վրա խիստ չար բարկացար։ Այդպես է գրում, եւ Կորինթացիս թղթի մեջ էլ նոր կարդացի, ասեցի երկրորդ Կորինթացիս թուղթն է, Պողոս առաքյալը շատ գեղեցիկ է գրում այդտեղ 12 եւ 18 համարների մեջ, ուստի այսպես մի հույս ունենալով շատ համարձակությամբ
կվարվենք մեր խոսքի մեջ եւ ոչ թե ինչպես Մովսեսի երեսի վրա ծածկոց գզկեր, որպես Իսրայելի որդիները չնային են խափանվելու բաների վաղճային, սակայն անոնց մտքերը կուրցան, վասնզի մինչև այսօր նույն ծածկոցը ձգված է 5 տականի վրա ու չի վերնա, վասնզի Քրիստոսով կխափանվի։ Ապա մինչև այսօր, երբ Մովսեսի գիրքը կկարդան, անոնց սրտի վրա ծածկոց մը կկենա։ Ես որ նոր էի կարդում ավետարանը, բան չէի հասկանում։ Հիմա Աստված ինձ ուզում է որս անի, բայց դեռ էլ ես գաղափար չունեմ, ապաշխարություն բան։ Այմեր բերել եմ այս ավետարանը, բերել եմ տուն կարդում եմ Քրիստոսումը, Աստուծումը, Պողոսումը, բանը տաշի լեզու է այսի։ Չեմ հասկանում եմ մարդ, կարդում եմ թողեցի։ Հետո միջև, որ Սուրբ Հոգին քեզի չի բացատրում, Հոգին պետք է ունենաս, որ հասկանաս։ Առանց Հոգի դուք կարդում եք հին ուխտը, կարդում եք, աղոթում, չեք կարող հասկանալ։ Դուք գիտեք օրենքի բաներ, գիտեք էսի, էս չուտեսա, դրանք չի, դուք չեք տեսնում բուն Քրիստոսը հին ուխտի մեջ, դուք չեք հասկանում, թե Աստված ձեզ ինչիա կանչել, ուր է տանում, դա Քրիստոսում կխափանվի, բա Պողոս առաքյալը ոնց հասկացավ, ոնց կարողացավ գրի Եբրայեցիս թուղթը, ինչ սքանչելի թուղթ է, ոնց հասկացավ քահանաները, զոհերը, ոնց է ներկայացնում Քրիստոսին, որովհետև այդ ծածկոցը, որ իր սրտի վրա էր, Քրիստոսով խափանվեց եւ առաքյալը ամեն բան բաց տեսավ եւ հասկացավ եւ ասեց ինձ համար ապրել է Քրիստոս ու մեռնել են օգուտ։ Իմ մարմնից մեջ Քրիստոս պետք է փառավորվի։ Ուրեմն Անիկա զարկավ ու Անիկա պետք է բժշկի։ Անիկա զարկավ նշանակում Անիկա կդրեց։ Թափարա գրված։ Կդրեց, Անիկա կդրեց և Մաթեոս ավետարանի մեջ, 3-րդ գլխի մեջ, Հովհաննես Մկրտիչը, ոնց են ժամանակ չեն սպանել հրեաները, զարմանում եմ ես, զարմանում եմ, թե ոնց չեն սպանել Հովհաննես Մկրտիչին, տվեցին հեթանոսների ձեռքը, այսպես է գրված, ասում է, Երբ տեսան փարիսեցիներն ու սադուկեցիները շատերը, որ իր մկրտության եկած էին, ըսավ, իժերու ծնուններ, օծի ծնուններ, հրեաներին ասում, ով իմացրեց ձեզ գալու բարկությունից փախնելը, ուրեմն ապաշխարության արժանավոր պտուղ բերեք եւ մի խորեք դուք ձեր ներսիդին, թե մենք մեր հայր Աբրահամը ունենք, քանզի կսեմ ձեզի, թե Աստված կարող այս քարերեն Աբրահամի որդիներն անել, այլ հիմա կացինը ծառերի արմատին քով դրված է, ու ուստի ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերել, կկտրվի ու կրակը կձգվի։ Կացինը դրված է արմատին, եթե պտուղ չկա եւ չեղավ այդ պտուղը, նոխած տվեց եւ կտրվեց այդ ծառը։ Բայց չկտրվեց հավիտյան կտրվելու համար, կտրվեց նորից պատվաստելու համար։ Եվ Տեր Հիսուսիկն էլ ասեց, ես եմ որդատունգը, եւ այն ճյուղ, որին վրաս է ու պտուղ չի բերել, պետք է կտրվի։ Եվ կտրվեց Իսրայել, Իսրայելը կտրվեց ժամանակավորապես, եւ այս 2000 տարի է, այս շնորհքի շրջանին 2000 տարի է, Աստված կենթանացնում է Իսրայելին, կենթանացնում է եւ ասում է ինքը զարկավ ու ինքը մեզի պիտի բժշկի Անիկա վիրավորեց ու Անիկա պիտի կապի մեզի։ Տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը, Փիլիպեցիս թղթի մեջ է գրված, առաջի գլուխն է եւ առաջի համարն է, այսպես է ասում Պողոս առաքյալը։ Անիկա մեզ պիտի կապի ասում, չէ։ Պողոս եւ Տիմոթեոս Հիսուս Քրիստոսի ծառաները կներեք
Այո, Պողոս Հիսուս Քրիստոսի ծառան Քրիստոսով կապված եմ, ասում է։ Քրիստոսի կապյալը։ Քրիստոսով կապված եմ, նշանակում է այստեղ, որ ասում է, որ անմեզ վիրավորեց ու մեզ բդի կապի, ուրիշ որն է բդի կապի։ Ուրեմն միտեղից բդի կապի, չէ, Քրիստոսով բդի կապվեն։ Ոչ թե օրենքից բդի կապվեն, ոչ թե օրենքից բռնված բդի փորձեն արդարանալ, այլ իրենց բդի Քրիստոսին կապի։ Քրիստոսով բդի կապվեն։ Մենք այսօր Քրիստոսով կապված ենք։ Եվ այս կապը կդրել չի լինի։ Մեկը չի կարող կդրել, որտեղ մենք Քրիստոսով կապված ենք, մենք մեկ կապով ենք բռնված Քրիստոսով։ Եվ մեկը չի կարող մեզ բաժանել Քրիստոսից։ Իսրայելը այս կապը չունի։ Իսրայելին պետք է կապվի, Իսրայելը պետք է կապվի Քրիստոսին։ Եթե չկապվի Քրիստոսին, փրկություն չի ունենա։ Գործ Կարաքելոս 11:23-ի մեջ է գրված. Սեփանոսի մահվան վրա եւ նեղություններ եղավ Անտիոքի մեջ եւ այսպես է ասում. այս լուրը Երուսաղեմի եկեղեցի ականջը հասավ ու Բարնաբաս ղրկեցին, որպեսզի մինչև Անտիոք երթա, որը երբ գնաց ու Աստծո շնորհքը տեսավ, ուրախացավ ու կհորդորեր ամենքն ալ, որ հոժար սրտով Տերոջի հետ կապված մնան, չթողնեն, օրենքին չդառնան, ուրիշ բանի չդառնան, Տերոջի հետ կապված մնան։ Ինչպես որ ասում է, եթե մի տղամարդ մի կին իրար հետ կապված են, թող չբաժանվեն։ Հիմա Քրիստոս կապված է իր հարսի հետ, եթե մենք եկել ենք Քրիստոսը որպես մեր փեսան, մեր փրկիչ ընդունելու, կապվեցինք, ուրիշ մեկը չկա այլևս մեզ համար։ Կապված պետք է մնանք, կապված պետք է մնանք։ Եվ Ղուկաս ավետարանի 19-րդ գլխի մեջ է գրում, Ղուկաս ավետարան 19:47-48 համարն է, եւ այսպես է գրված. ամեն օր տաճարի մեջ կսովորեցներ ու քահանապետներն ու դպիրները ժողովրդին գլխավորներ կուզեին կորսնցնել զանիկա, բայց բանը չէին կրնարնել, վասնզի բոլոր ժողովուրդը անոր կապվեր էր ու մտիկ կներ։ Քրիստոսին կապվել էին ու լսում էին Հիսուսին։ Ուրեմն ամենակարևոր բանը, որ ասեց երկու օրից մեզի պիտի կենթանացնի, հետո մեզ պիտի կանգնեցնի։ Մեզ համար այսպես է գրված, մեզ համար կարդամ, հետո կարդամ հրեաների համար ինչ է գրված, մեզ համար գրված է, շատ գեղեցիկ գրված է, սա բոլորդ էլ գիտեք, դուք հանցանքների մեղքերի մեջ մեռած եք, ինքը ձեզ կենթանացրեց, մեզի կենթանացրեց, 5 համարը, բայց Աստված որ մեծ էր իր ողորմությամբ ու առած սիրով, որ մեզ սիրեց, երբ հանցանքների մեջ մեռած էինք, մեզ Քրիստոսի հետ կենթանացրեց, ոչ միայն մեզ կենթանացրեց, այդ կենթանությունը եղավ Քրիստոսի հետ ասածը, Քրիստոսի մեջ մեզ կենթանացրեց, մենք մեռած էինք, ասել է մենք հոգևորապես մեռած էինք, մենք հոգի ունենք, անհավատ մարդն էլ հոգի ունի, բայց հոգի պուլս չունի, այսինքն Աստծո հետ կապ, աղոթք, հոգևոր հաղորդակցություն չկա, ուրեմն հոգին մեռած վիճակի մեջ է ինքը, այսինքն իր գործառությունից դուրս է, չի աշխատում։ Պատկերացրեք, եթե սիրտը չաշխատի, ինչ կլինի, ֆիզիկապես կմեռնենք։ Հոգին չի աշխատում, հոգերապես մեռած է։ Այդ հոգին կենդանություն է ուզում։ Բայց երբ որ հավատացին Քրիստոսի, Աստծո հոգին գալով մեր մեջ կենդանացնեց մեր հոգին։ Եվ մեր հոգի աչքը լուսավորվելով մենք հասկացանք, թե ով է Աստված, ով է Քրիստոս, ինչ է մեզ սպասում, եթե մենք չընդունեինք սա։ Մեզ կենդանացրեց եւ աշխարհը իր բոլոր գեղեցկությունով մեզ համար արժեքազրկվեց, որտեղ Աստված մեր մեջ մի ուրիշ բան բերեց, մի ուրիշ ավելի կարևոր, ավելի վեհ մի բան բերեց, կյանք հավիտենական, ու մենք ընկանք այդ հավիտենական կյանքը ճանաչելու, հասկանալու հետևից եւ մեր ուրախությունը, մեր սիրտը սկսեց լցնել Աստված։ Եվ մենք ուրախացանք։ Եվ մենք կենդանացանք։
Դու կենթանի Աստծո կենթանի որդին ես։ Աստված շատ որդիներ ունի, ոմանք կենթանի, ոմանք մեռած են։ Մեռած են հոգևորապես։ Ոմանք եկեղեցի են գնում, ոմանք սինագոգ են գնում են, մոմ են վարում, խոսում են, ինչ-որ մրմրճում են, բան են ասում։ Դա կենթանություն չի։ Դրանից հետո մոռանում են իրենց ինքնությունը։ Կենթանի նա է, որ առավոտ արթնանում է, ինչպես Աբրահամի համար է գրված, դեռ մեկի երեսը չտեսած Աստծու կփնտրել։ Այսինքն առավոտ որ արթնանում էր, դեռ էլ Սարան քնած էր, սա քնած էին, այ բարև Սարա կոֆեդի բան չկար։ Դուս էր գալի մարդը վրանից, միտեղ լեռն էր բարձանում, ծունկ էր գալի եւ փառք էր տալի, ասում էր. Տեր Աստված այսօր արթնացրել ես ինձի, ինչ պետք է լինի կամքս դու գիտես, փառքեզի օրհնում էր անունը, ուրախանում էր, եւ Աստված էլ տեսնում էր, որ Աբրահամ իրեն փնտրում է, առանց մեկին սիրելի կնոջը թողած եկել է իրան է փնտրում, եւ ասма լերը կբարձանար ու աղոտ կերանում, եւ Աստծո հետ հաղորդակցում էր եւ իշտում էր ցած, նոր իր կյանքը սկսում էր իր ոչխարները, այծերը արածել եւ այլ։ Սա նշանակում է կենթանի լինել։ Եվ որ մեքենայով ֆրիվեր մտնում, գիտի ինքը, որ այսօր շատ ակսիդենտներ պետք է լինի, աղոթում է, խոսում է Աստծո հետ, աղոթում է, գործիչը անդադ ինքը Աստծո հետ կապի մեջ է, որտեղ հոգին կենթանացել է մարդու։ Ինքը չի կարող այլևս չհաղորդակցվել։ Իսրայելը կենթանության կարիք ունի։ Իսրայելը որպես Աստծո ժողովուրդ կա, բայց կտրված է ու հոգեորապես մեռած է։ Մենք ընդհանրապես մեռած էինք, ոչ էլ կտրված ենք, մենք մեռած էինք, մենք հույս էլ չունեինք եւ Աստված մեզ կենթանացրեց ու բերեց այդ ձիթենի վրա մեզ պատվաստեց եւ այդ ձիթենի կյանքը եկավ մեր մեջ, որ վայրենի ենք եւ դարձանք բնական նրա հետ, հաղորդակցվեցինք եւ այդ ամբողջ օրհնությունները մեր կյանք եկավ, մեր հույսը դարձավ, մեր կյանքը փոխեց եւ մենք սկսեցինք արմատ կապել այդ ձիթենի վրա եւ հաղորդակցվել։ Բարձրանալու բան չունենք, ոչ էլ Իսրայելին ասում ենք դու կտրված ես, նա պետք է պատվաստվի եւ Աստված այդ գործն է իմանում։ Ես ձեզ կարդամ, շատ հետաքրքիր մի տեղից կարդամ, գրված է Եզեկիելի մարգարեությունը, առաջի համարից կարդամ, 37-րդ գլուխն է, շատ հայտնի մարգարեություն է։ Տերոջը ձեռքին վրազ եղավ եւ Տերը զիս հոգով հանեց ու դաշտի մեջ տարավ, անիկա ոսկորներով լեցված էր։ Պատկերացեք դիակ, կարծես թե պատերազմ եղել եւ մարդիկ մեռել են։ Անիկա ոսկորներով լեցուն էր։ Զիս անոն շուրջը պտցրեց, անոնք դաշտին երեսի վրա խիստ շատ ու խիստ չորացած էին։ Սա ամբողջ մի ազգի մասին է խոսում։ Տերը ինձ սա որդի մարդո, այս ոսկորները կարնան կենթանանալ։ Ասի ով Տեր Եհովա, դու գիտես, ես ինչ իմանամ, կարան կենթանանալ թե չէ։ Պատկերացնում եք, ոսկորներ, գանք, մանք, լեցրածա։ Ինձ սավ, այս ոսկորների վրա մարգարեություններ է ու անոնցս է, ով չորցած ոսկորներ։ Տերոջ խոսքը լսեցեք, ոսկորը մեռած կարա Աստծո խոսքը լսի։ Սա ուրեմն հոգևոր իմաստով հասկանում ենք, Իսրայելը որ կա, մեռած է, չորցած ոսկորի նման է։ Այսինքն ինքը կա, բայց մեռած է։ Ոնց որ հեթանոսները, որոնք մեռած են։ Այսպես կսե Տեր Եհովա, այս ոսկորներուն, ահա ես ձեր մեջ հոգի պիտի դնեմ։ Ու պիտի կենթանանաք։ Եվ ձեր վրա ջիղեր պիտի դնեմ, եւ ձեզ մսով պիտի պատեմ, ու ձեզ մորթով պիտի ծածկեմ, եւ ձեր մեջ շուշ պիտի դնեմ, ուրեմն շուշ չկա, ու պիտի կենթանանաք, եւ պիտի գիտնաք, թե ես եմ Տերը։ Այդ շունչը Սուրբ Հոգին է։ Այդ շունչը Աստծո շունչն է։ Այդ շունչը Աստծո Հոգին է։ Այդ շունչը Քրիստոսի Հոգին է։ Այդ շունչը Քրիստոս ինքն է։ Դու Քրիստոսը չունեք, ձեզ կենթանություն ապեր, դու չորացած ես։ Են էլ ասեմ ձեզ, եղբայրներ, քույրեր, մեզ համար գրված է, չէ՞ ասում Սուրբ Հոգին մի մարեք, Սուրբ Հոգին մի տրտմեցրեք։ Անկեղծ եմ ասում,
Բոլորս սխալներ, թերություններ, մեղքեր ունենք։ Ամեն մարդ Տիրանը գիտի։ Ինձ չի հետաքրքրում ոչ մեկի մեղքը, որովհետև եւ որ ուրիշի մեղքով զբաղվում ես, այդ նույն մեղքի մեջ էլ ընկնում ես, որպեսզի լեզուդ կարճանա եւ շատ անգամ Աստված լեզուս կդրել է։ Բայց մի բան ասեմ ձեզի, մեղքի մեջ որ ընկնում ենք, այս ոսկորները միտս է գալիս, չորանում ես, այնպեսի չորանալ ես, կարծես դիվը արված լինես։ Մեկ վարկյան շուտ պետք է ծունկի գալ ապաշխարել, Աստծո աղաչել, խնդրել, որպեսզի Աստված ողորմա, որպեսզի այդ չորությունը դալարանա նորից։ Եթե ոչ, մեռած վիճակա, ոչ մեկի ոչ ուզում ես սիրես, ոչ տեսնես, ոչ խոսած, եկեղեցի չես ուզում գալ։ Այս բոլոր հետևանքը մի բան է, մեղքը մեզի, մեր սխալը մեզի բաժանում Աստծուց։ Պատկերացեք Իսրայելը 2000 տարի ավել է այս վիճակի մեջ այս խեղ ժողովուրդը։ Այս ժողովուրդը, Աստծո ժողովուրդը։ Եվ Աստված ասում է մարգարեացիր, սրանց հոգի է պետք, ջիղ է պետք, միս է պետք եւ կենթանության շունչ է պետք սրանց, որպեսզի կենթանանան եւ Աստված այդ կենթանության շունչը պետք է բերի եւ Իսրայելը պետք է կենթանանա։ Եվ Հիսուսին պետք է դիմավորեն ու պետք է տեսնեն ու պետք է ողբան։ Հələ պետք է հարցնել թե ձերի ծակերը որտեղից։ Հովանու 5-րդ գլուխն է 19-ից 21 համարը մեր սիրելի Տեր Հիսուս Քրիստոսը շատ գեղեցիկ ձևով ասում է իրեն հավաքված ժողովուրդը, որի կողքն է, եւ այսպես է ասում. Իսկ Հիսուս սավ անոնց ճշմարիտ կսեմ ձեզի, որդին ինքնուրույն բան մնալ չի կրնարնել։ Այ մարդ ասում են տենում եք, ասում եք Աստված է, ինքը իրանից բան չի կարող անի։ Միայն այն ինչ որ հայրը կնե, վասնզի ինչ որ անիկա կնե, նմանապես որդին ալ կնե, ուրեմն որդին կարող անի։ Քանզի հայրը կսիրե որդին եւ ամեն բան կցուցնե անոր, ինչ որ ինքը կնե, եւ անոսմե ալ ավելի մեծ գործեր պիտի ցուցնե անոր, որպեսզի դուք զարմանաք։ Վասնզի ինչպես հայրը մեռելները կհարուցանե, ու կկենթանացնե, այնպես ալ որդին, որոնք որ կուզե կկենթանացնե, եթե որդին չընդունեն, չեն կարող կենթանանան։ Միակ ճանապարհը որդին ընդունելն է։ Մեկը չի կարող որդին շրջանցել հորը գնալ։ Իրանք ասում են Եհովայի Աստված, այո, Եհովայի Աստված, բայց այդ Եհովայի անունը Քրիստոս է։ Նոր ուխտի մեջ, հին ուխտի մեջ Եհովա էր, այն որ Մովսեսին ուղարկեց, ասեց գնային ժողովրդին ասա, ես եմ, որենն է Աբրահամի, Իսակի, Հակոբի Աստվածը, եկել եմ ձեզ այցելություն եմ անում, ձեր աղակը լսեցի տանջվում եք, 430 տարի Եգիպտոսում գերի եք, այցելություն եմ անում, լույս ածակեց ձեր վրա, եթե հարցնեն ինչ է նրա անունը, հրյաներ, էլի հրյաներ։ Այդ ասողը Քրիստոս ինքն էր, ես եմ, որ են, երրորդությունն է, հայրը, որդին եւ Սուրբ Հոգին։ Գնա ասա այցելություն եմ արել, այցելություն։ Գեդիոնի ժամանակ այնքան խեղճ մարդը անավատ էր, անավատության մեջ էր, Աստված այցելել է իրան, ասես լսել ենք Եհովան ժամանակին սենց արեն, հենց արեն, ուրա, ու նշան է ուզում, նշան, որ այդ հրեշտակ Աստծուց է, այդ աշճանի, եւ Աստված ասում է պիտի կենթանացնեմ, Հռոմեացիս 8-րդ գլուխ 11 համարի մեջ ագրված, 8-11-ն է, իսկ եթե Հիսուսը մեռելներեն հարուցանողի հոգին ձեր մեջ բնակած է, ուրեմն անիկա որ Քրիստոսը մեռելներեն հարուցանեց, պիտի կենթանացնե ձեր մահկանացու մարմիննալ իր հոգյով, որ ձեր մեջ կբնակվի։ Պիտի կենթանացե ձեր մահկանացու մարմինը իր հոգյով, որ ձեր մեջ կբնակվի։ Եվ Քրիստոսի հոգին մեր մեջ է բնակվում։ Եթե մեռնենք մարմնով էլ մեզի հարություն պիտի տա Աստված։ Մարմնով հարություն պիտի առնենք։ Մենք նոր մարմին պիտի ունենանք, անապականացու մարմին։ Մեզ պիտի կենթանացնե եւ մենք ամբողջությամբ պիտի փոխվենք։ Ես այդ խոսքը շատ եմ սիրում, Պողոս Արաքյանը ասում է, Քրիստոսի միտքը պիտի ունենանք, այդ ուզում եմ, այդ Քրիստոսի միտքը էլի, այդ Քրիստոսի միտքը նշանակում այլևս գայթակղություն, բան է, շքա, վերջացավ, Քրիստոսի միտքը պիտի ունենանք։ Էյնշտեյնի միտքը չի ասում,
Քրիստոսի միտքը պետք է ունենանք։ Ինչ կատարյալ վիճակ, ինչ օրհնյալ վիճակ եւ կյանք հավիտյանս հավիտենից։ Կյանք հավիտենական։ Արա չպիտի մեռնես, էլի, չես մեռնելու։ Այդպես բան հնարավոր է, չես մեռնելու։ Զարմանալի է, չէ՞։ Մարդը կյանքը լավ բան էլ ուզում ես ապրես ու հնարավորություն ա տվի Աստված չմեռնես, որտեղ մեզ համար ամեն ինչը սկիզբ ու վերջ ունի։ Մոմը վառեցին լույս ա տալիս, գալիս հանգում ա, մի բան ենք առնում, ուրախանում ենք, ապակավում, մաշվում ա, ամեն ինչ փոխվում ա, չկա մի բան, որ հավիտյան մնա։ Եվ Աստված հավիտենական կյանք ա բերե, եւ մենք հավիտյան պիտի չմեռնենք, հավիտյան պիտի ապրենք, այսինքն չկա վախճան։ Եվ սկիզբը դրեց Քրիստոս մեր կյանքերի մեջ, վերջին Ադամը, տալով մեզ այդ հավիտենական կյանքը եւ ասեց. ես եմ կյանքը, ուրիշ կյանք չկա։ Մի հատ չայնից տղա կա, աշխարհի ամենաբարձր IQ-ն ունի ինքը։ Սա նշանակում է իրան ման խելացի մարդ չկա։ Իրան շատ հետևորդ ունի։ Իրա խոսքին հետևում են, թե ոնց բիզնես անեն, որտեղ ստակ առնեն, շատ խելացի է, շատ խելացի տղա է, աշխարհի գրոսմաստերին շախմատում 2 րոպեում շախմատ անում։ Այդքան խելացի է։ Ամեն ինչ գիտի, ամեն ինչից հասկանում է։ Ամենաբարձր IQ-ն ունի այս աշխարհի մեջ։ Իրան հարցրել են, ասում ավետարանը մի անգամ է կարդաց, ասում է Հիսուս Քրիստոս ինքն է ճանապարհ կյանքի եւ անմահություն։ Ուրիշ մեկը չկա, Բուդդա, սա սուտ են։ Ես եմ ասում, ամենաբարձր IQ-ն որ ունիմ։ Հիսուսը Աստված է, փրկություն չկա։ Հիմա գիշերներ on-line անհավատ մարդիկ կամ հավատացյալներ հարցեր են տալի ավետարանից իրան, որ իրեն պատասխանի։ Ասում է ես փաստերով եմ հասկացել, որ Հիսուսը եղել է, ծնվել է, մեռել է, հարություն արել եւ ինքը Աստված է։ Համ շատ հետևորդ ունի, համ շատ թշնամի, դա բնական է։ Բնական է։ Պատկերացնում եք։ Ամովս մարգարեն է գրում, Ամովս տեսնենք Ամովս ինչ է ասում, Ամովս մարգարեն այսպես է գրված 9-րդ գլուխ 11-15 համարը Այն օրը Դավիթին ընկած խորանը պիտի կանգնեցնեմ, եւ անոր փլատները պիտի նորոգեմ, ավերակները պիտի շենցնեմ, Զանիկա հինեն պես պիտի շինեմ, որպեսզի անոնք Եդոմին մնացորդը ու բոլոր ազգերը ժառանգեն, որոնք իմ անունովս կանչված են, կսե Տերը, որ այս բանը պիտի անե։ Հիմա քանդվում է Երուսաղեմը, Աստված ասում է պիտի նորոգեմ, պիտի Դավիթի ընկած խորանը պիտի կանգնեցնեմ, Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոս ասեց խաչի վրա, ամեն բան կատարվեցավ։ Թելեո ագրված կատարված բառը եւ շատ կարևոր եւ շատ նշանակություն ունեցող բառ է։ Թելեո բառը, որ նշանակում է կատարվել։ Ինքը զինվորական բանի մեջ են օգտագործում։ Այսինքն օրինակի համար ասենք մի հատ բարձրունք պիտի գրավի եւ հրամանա տալիս հրամանատարը իր զինվորներին, որ այդ բարձրունքը գրավեք։ Եվ գնում ու գրավում են եւ հաղորդում են, ասում են թելո, կատարվեց, վերջացավ, թելեո, վերցրել ենք բարձրունքը, վերցրել ենք եւ Հիսուս խաչի վրա ասում է հայր թելեո վերցրել եմ, հաղթել եմ, նշանակում է, որ մեղքի հարցը հայր լուծված է այլևս, հիմա քո առջև կարող են գալ այլևս, հայր լուծվեց, վերջացավ, ավարտեցի, հաղթեցի, այն բարձրունքը, որ պետք էր, վերցրել եմ ես այլևս, այն բարձրունքը, որ պետք է բարձրանայի, բարձրացել եմ, վերցրել եմ, խաչի վրա ես հաղթեցի, Այն ինչ որ ասված էր, կնոջ ծերունդից մեկը պիտի գա եւ քո գլուխը պիտի ջախջախի, այդ խոստումը ասեց կատարվել է հայր, թելեո ավարտեցի, վերջացա։
Այս հրամանը, այս խոսքը Հիսուս երբ որ Գողգոթայի խաչից ասեց, այդ ձայնը գնաց ու հասավ աշխարհի ծայրերը։ Եվ գնացին քարոզեցին ասցին, որ Թելեո ավարտվել է, վերջացել է, մեղքի հարցը լուծել է, Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին, հավատացեք ու ընդունեցեք։ Բարձրունքը գրավված է, սատանան պարտված է, գերեզմանը հաղթահարված է, մեղքը հաղթության մեջ ընկղվել է, Թելեո, ընդունեք Քրիստոսը։ Եվ այսօրվա աշխարհին մի բան է պակասում, այս կատարվածը ընդունի։ Նախաշի վրա մեզ համար մի բան կատարեց, անձնապես, հավաքապես, թե ազգի համար, թե անատի համար, նա մեր անձնական փրկիչն է, նա հաղթեց, նա կատարեց, նա մեզ ուզում է կանգնեցնել, նա մեզ ուզում է ապրեցնել, նա իր կյանքն ու իր սերը տվեց, նա իր արյունը թափեց, իր անձը զոհասեղանի վրա դրեց, դա անհնարին բան էր, դա մեկը չի կարող անել։ Մեկը չի կարող իր անձը զոհասեղանին դնել եւ այդ անուշ պատարակը, որ Գողգոթայի խաչի վրա եղավ, նրա բուրմունքը, այդ անուշահոտությունը բարձրացավ Հոր Աստծուն եւ Հայրը ընդունեց այդ զոհը եւ Թելեո եղավ եւ գերեզմաններ բացվեցին, մեռելներ հարություն առան եւ շատերը քաղաքի մեջ պտտեցին եւ Հիսուսի հետ երկինք մտան եւ երկնքի դուռը որ փակ էր, բացվեց։ Եվ Աստված այս 2000 տարի է օրենքի մեջ եղող խիստ Աստվածը, որ օրենքի խստությունով էր, հիմա շնորհք է եւ սերը, եւ Գողգոթայից այդ սերը սկսեց թափվել, այսպես հոսեց ու գնաց ու ամբողջ աշխարհը սկսեց գրավել։ Եվ Աստված ցույց տվեց, որ բոլոր կրոնները եւ բոլոր կրոնավորները մեռել են ու մեռած են ու պիտի չապրեն, բացի միակ մեկ անձ, որ Գողգոթայի խաչի վրա մեռավ, երրորդ օրը հարություն է առել եւ կենդանի է հավիտյանս հավիտենից եւ ամեն բան իր խոսքովն է բռնված։ Թե տիեզերքը, թե մարդկությունը, թե ամեն բան։ Ինչ որ եղավ, անով եղավ, առանց անոր մի բան չեղավ, ինչ որ եղավ եւ ամեն բան անով հաստատ կկայնի, կկենա։ Եվ այսօր մեր կյանքը նրա ձեռքերի մեջ է եւ ինքը հաստատ կանգնած է ու մեր կյանքն է նրա մեջ հաստատ պահված է։ Քրիստոսը մեր օրհնությունը, մեր օրը, մեր կյանքը, մեր շունչը, մեր փրկությունը։ Նայեք հələ, ինչ հետաքրքիր է։ Կին ունենք, երեխա ունենք, բոլորին է սիրում ենք։ Չէ՞։ Այդ որ տղամարդ իրակ ընկա այդ կռիվ չի արե։ Որ կին իրակ տղամարդու չի բողոքե։ Այն մարդ Հիսուսը մի անգամ չբողոքեց մեզանից։ Այս ոնց է սիրում։ Ոչ երեսով է տալիս, ոչ մի նեղացնում է, ոչ ասում է, այսինչ անհավատարիմ ես, եկեղեցի չես գալի, համբերում է, սիրում է, գուրգուրում է, ընկնում ենք ներում է, ողորում է, մի ինձ համար բարեխոսում է, որ ասում է, ես չարություն արեց, ոչինչ սիրում եմ սրանախերը, լավն է, ողորում է, հայ, բարկություն, այսինչ Աստված է, ոնց չսիրես ես Աստծուն։ Դրա համար էլ ասես, եթե մեկը իր զավակին, կնոջից, հորեղբորից, մորքուրից, չգիտեմ ումից, սիրածից, ավելի է շատ սիրում ինձ արժանի չի։ Որտև անբեկանելի սեր է, չկոտրվող սեր է, անձնասեր սեր չի, այս ինչ սեր է, այս ինչ քաղցր է Հիսուսը, ինչքան անուշ է Հիսուսը, ոնց չսիրես։ Կինդ կնեղվի, կթողնի, կբաժանվի, կգնա եւ այլ հազար փորձան կարաբերի, բայց Հիսուսին, որ կապվեցիր, բաժանվել չկա։ Ո՞ց բաժանվեմ։ Ախե այդ Հիսուսը մի անգամ է եղես դեպքը, մի անգամ է, Հիսուսներ չկան աշխարհում, որ ընտրությունը շատ լինի, մեկ անգամ իր անձի պատարակովը հավիտենապես սրբեց ու կատարարեց բոլոր նրանց, ովքեր իրմով հորը կմոտենան։ Մեկ անգամ է կատարվե այս աշխարհի մեջ եւ մենք էլ այս աշխարհ ենք եկել եւ այս դեպքը որ Գողգոթայի խաչի վրա մեկ անգամ կատարվել է, այս ճշմարտությունը եկել է մեր կյանքի մեջ։ Բաց թողնելու հնարավորություն չկա, մոռանալու, հեռանալու հնարավորություն չկա, ուրիշ չանց չկա, բռնել ենք, պիտի պահենք մինչև վերջ, համբերենք մինչև մեր սիրելին, մեր պաշտելին, մեր քաղցր Հիսուսը գա, որպեսզի միանանք եւ լինի Թելեո ավարտվեց։ Վերջացավ։ Եվ պիտի վերջանա, եւ ինչպես Պողոս Արաքյալն է ասում, այս աշխարհի այս կյանքի չարչարանքները բան մը չեն գալիք փարթիկով
որ մեզ պետք է տրվի։ Օրհնյալ լինի իր սուրբ անունը։ Այն որ գալու է պետք է գա, եւ օրհնյալ է այն որ Տերոջ անունով կգա, եւ նրանք որ հավատք ունեն, մի բան է ապրեցնում, ինչն է ապրեցնում մեր հավատքը։ Փառք իրեն հավիտյանս, ամեն։